Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը հասարակական քաղաքական գործիչ, Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Ղազարյան, դուք երկար ժամանակ ներկայացել եք որպես անկախ ընդդիմադիր գործիչ։ Այ ինչու որոշեցիք միանալ հենց Ուժեղ Հայաստանին։ Որովհետև այդ պայքարը պետք է արդյունք ունենա, այսինքն ընդդիմադիր գործիչ լինել ինքնանպատակ չի։ Ես այդ կարգավիճակում պայքարում էի այս իշխանությունների դեմ, բայց բնականաբար ես միայնակ չէի կարող այդ խնդիրը լուծել եւ պետք էր միանալ այն ուժին, որ ամենամեծ հնարավորությունը կարողություն ունի այդ խնդիրը լուծելու եւ ակնհայտ է, որ ներկա պայմաններում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու ամենամեծ հնարավորություն ունի Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան դաշինքը եւ ստացվեց մեր համագործակցությունը մեր գործընկերների հետ եւ ես միացա այդ արդյունավետ թիմին։ Պարոն Ղազարյան, դուք երկար ժամանակ խոսում եք նախկին իշխանությունները, բայց եկեք հաշվի առնենք, որ դուք պաշտոնավարել եք, աշխատել եք Սերժ Սարգսյանի տարիների ժամանակ, եղել եք Վայոց ձորի մարզպետը, հիմա որ պայքարում ասում եք, որ ոչ մի ուժ չկա, նախկիններից, ենթադրելով նաև Սերժ Սարգսյանին, ճիշտ է, նա հիմա չկա ընտրապայքարում, Ռոբերտ Քոչարյանին, ինչու՞ չէ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, դուք ձեզ նախկին չեք համարում։ Ոչ, գիտեք ինչ, նախ այդ դասակարգումը նախկին եւ ներկա շատ պայմանական է, որովհետեւ բնականաբար եթե մարդը պետք է ունենա կենսափորձ, դա նշանակում է, որ ինչ-որ մի ժամանակաշրջանում նա պետք է ինչ-որ պաշտոն զբաղեցրած լինի, որպեսզի նա փորձառություն ունեցած լինի։ Այդ նախկին դասակարգումը, որը բացասական ընկալում ունի, վերաբերում է այն գործիչներին, որոնք իրենց պաշտոնավարման շրջանում թերացումներ են ունեցել։ Կոռուպցիայով են զբաղվել, ամենաթողություն են արել, չարաշահել են իրենց լիազորությունները, չնախատեսված ապօրինի հարստացել են։ Ապա այդ մարդիկ են կարծում են, որ պետք է նրանց դասակարգել նախկիններ դասակարգման տակ։ Իսկ այդ մարդկանց դեմ մենք հիմա պայքարում ենք, որովհետև նրանք հիմա այս իշխանության ամենակարկառուն գործիչներն են։ Օրինակ ինձնից առաջ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում պաշտոնավարել է Սերգեյ Բագրատյանը, որը հիմա ԿՊ-ի համամասնական ցուցակի 48 համարն է։ Իսկ եթե որևէ մեկը ասում է նախկին, ես օրինակ հասկանում եմ Խաչատուր Սուքիասյանին, ես հասկանում եմ Տիլի Գագոյին, ես հասկանում եմ Գուրգեն Արսենյանին, ես հասկանում եմ Նիկոլ Փաշինյանին։ Այդ նրանք են, որ նախկին արատավոր երևույթներ են կրել ամեն մեկը իր կարգավիճակում։ Եվ եթե ես որոշ ժամանակաշրջանում պաշտոնավարել եմ եւ բարեխիղճ չեմ կատարել իմ պարտականությունները, լինի դա դեսպանի պաշտոնում, լինի դա մարզպետի պաշտոնում, ապա ես նաեւ կարող եմ հավակնել նորից իշխանություն իրացնելու, որովհետեւ դրանից ոչ թե ես եմ օգտվում, այլ այն մարդիկ, ում հետ որ ես առնչվում եմ։ Իսկ այդպիսի մարդիկ հիմա Ուժեղ Հայաստան թիմում շատ են։ Պարոն Ղազարյան, դուք նախկինում նաև տարբեր ընդդիմադիր շարժումների մեջ եք եղել։ Ձեր կարծիքով ինչու նախկին ընդդիմադիր դաշտը չկարողացավ միավորվել, ինչն էր խանգարում։ Ընդդիմադիր դաշտը միավորված եղել է, պայքարը միավորված է եղել, բոլոր քաղաքական ուժերը նայեք հայրենիքի փրկության շարժում կար 17 քաղաքական ուժեր միավորված, դիմադրության շարժման ժամանակ նույնպես ընդդիմադիր գործիչներ միավորված էին, բայց այդ պայքարը արդյունավետ չէր, կարծում եմ երկու պատճառով։ Մեկ որ չէր հաջողում նրանց ձևակերպել հստակ քաղաքական օրակարգ, այսինքն հիմնական պայքարը տարվում էր Նիկոլ Փաշինյանին հրաժարականի հասցնելու ուղղությամբ, բայց ես միշտ կողմնակից եմ եղել նրան անվստահություն հայտնելու իմպիչմենտի ճանապարհին, որը ցավոք սրտի քաղաքական ուժերը չէին մոտենում այդ օրակարգին, միայն այս վերջին տարում փորձեցին անել, անել ցավոք սրտի հաջողություն դեռևս չի ունեցել, ասեմ դեռևս, որտեղ ցանկացած բանի դա կարա ունենա նաև հիմա։ Իսկ նաև չհաջողվեց, որովհետև մենք ապրում ենք բռնապետության ժամանակաշրջանում եւ ընդդիմադիր պայքարի բոլոր գործիչները աննախադեպ ճնշումների են ենթարկվել իշխանությունների կողմից, ձերբակալվել են այդ մեծ թվով քաղբանտարկյալներ, ճնշումներ ա եղել բոլորի նկատմամբ եւ թույլ չեն տվել, որպեսզի եւ այդ գործիչները ազատ կարողանան դրսեւորվել եւ մարդիկ, ովքեր որ աջակցում են ընդդիմադիր պայքարին, կարողանան ազատորեն իրենց կամքը արտահայտել։ Ոչ էլ իշխանություններն են ունեցել բավարար գիտակցություն, որ տեսնելով հանրային դժգոհությունը կամովին հեռանան։ Օրինակ ես մտածում էի, որ Նիկոլ Փաշինյանը գոնե իր խոստումները, չնայած ասենք մարդու հետ գործ ունենք, որ
իր խոսումներից ոչ մեկը չի կատարել։ Օրինակ նա ասում էր, չէ, հանրապետության հրապարակը պետք է լինի մեր ժամանակների ագորան։ Սրանից հետո ժողովուրդը պետք է հավաքվի հանրապետության հրապարակ, իշխանավորները գան, լսեն ժողովրդի կարծիքը, ժողովուրդը ինչ ուզում է, այդ պիտի իշխանությունները կատարեն։ Եթե մարդիկ կան փողոցում հավաքվեն իր հրաժարականը պահանջեն, ինքը պիտի հեռանա։ Ինքը նույնիսկ ինձ համար անընդունելի եւ շատ ապօրինի դաժան մեթոդներ էլ առաջարկել, որ պետք է իրան կանգնացնեն, գնդակահարության պատի տակ, գնդակահարեն, կանեն կախաղան բարձրացնեն, հանրապետության անթույլատրելի բաներ է, մի երկրում որտեղ որ մարդը առհասարակ մահապատիժն է արգելված, իր առաջարկը ոսկի պատիժը չի, էլի մարդասպանություն է, անթույլատրելի, բայց ինքն է ասում դες բաներ։ Հիմա լավ, երբ որ 2024 թվականին մայիսի 9-ին ինքը տեսնում է հանրապետության հրապարակը Լև Լեցուն Սրբազանի, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, ու մարդիկ եկել են իր հրաժարականը պահանջելու, դա ողջ հասարակության տրամադրություններ, չէ՞։ Ոնց է մնում ինքը իշխանության ղեկին։ Ու ճնշումներ է գործադրում։ Հիմա այդ շարժման առաջնորդ ապօրինի գտնվում է կալանքի տակ, այսօր էլ իր հերթական դատավարություններն մյուս արդարների հետ միասին։ Այսինքն այդ ընդդիմադիր պայքարի անհաջողությունները նաև պայմանավորված է դրանով, որ մենք ժողովրդավարական երկրում չենք ապրում։ Բռնաճնշումներ են իրականացում են մարդկանց նկատմամբ, ովքեր այդ պայքարի մեջ այդ թվում ես, ով մեր շենքի բակում դաժան բռնության եմ ենթարկվել, ֆիզիկական հանցագործները տենց էլ արժանի պատիժ չեն կրել, որ հալածանքների եմ ենթարկվում, բազմիցս ձերբակալվել եմ, հիմա մեղադրյալի կարգավիճակով իմ դեմ քրեական վարույթ է նախաձեռնված դատականության փուլում է գտնվում։ Դե ես միակը չեմ, այսինքն ավելի դաժան բռնաճնշումների ենթարկված գործիչներ կան, եկեղեցականներից սկսած մինչև հասարակական քաղաքական գործիչներ։ Շատերը մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին ընդդիմության չմիավորվելու համար։ Այդպես համարում եք։ Ես չեմ կարծում, որ չեն միավորվել, այսինքն որտեղ չեն միավորվել, բոլոր հնարավոր առիթներով էլ ընդդիմադիր դաշտի հիմնական գործիչները միասնաբար են հանդես եկել, այտենց սպառակտում չի եղել։ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց, որ ընտրություններին չեն մասնակցում, որպեսզի չպառակտեն առանց այն էլ պառակտված դաշտը, ձայներ չփոշիացնեն։ Ես կարծում եմ, որ հանրապետական կուսակցության դիրքորոշումը շատ գնահատելի է այս ընտրությունների պայմաններում, որովհետև ի տարբերություն օրինակ ընտրություններին հայտ ներկայացրած շատ քաղաքական ուժերի, ես վստահ եմ, որ հանրապետական կուսակցությունը առանց որևէ դժվարության այդ անցողիկ շեմը կհաղթահարեր։ Բայց դա ինքնանպատակ չէ, այսինքն անցողիկ շեմը հաղթահարել է խոչի նպատակը, չէ, քաղաքական այս իրանց նաև առաջադրած նպատակների մեջ, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է, այսինքն իրենց նպատակը ոչ թե ես տենց եմ հասկացել, եւ նորից 5 պատգամավորող խորհրդանում ներկայացված լինելն է, այլ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, եւ հիմա եթե այս պահին այդ հնարավորությունը կարողություն ունի Սամվել Կարապետյանը, Հանրապետական կուսակցությունը, հայրենիք կուսակցությունը, դա միակ իրանք չեն էլի, որը դիրքորոշում, Վազգեն Մանուկյանի դիրքորոշումն է նույնը, աջակցել այն ընդդիմադիր ուժերին, ովքեր որ կարող են այդ խնդիրը լուծել եւ իրենց աջակցությունը, հնարավոր աջակցությունը ցուցաբերեն այդ գործընթացին։ Ես կարծում եմ, որ դա շատ առողջ քաղաքականության տեսանկյունից եւ նաեւ իրենց կուսակցության համար երկարաժամկետ քաղաքական գործունեության իմաստով շատ արդյունավետ ու ճիշտ որոշում էր։ Պարոն Ղազարյան, ձեր միանալուց հետո շատերը ասում են, որ ուժեղ Հայաստանը ավելի շատ կառուցված է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, քան գաղափարախոսության։ Ինչ գաղափարական տարբերություն ունի ձեր կուսակցությունը մյուս ուժերից։ Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը բացառիկ հեղինակություն է եւ բնականաբար ուժեղ Հայաստան կուսակցությունում եւ այդ դաշինքում եւ ամբողջ թիմում դժվար է, ոչ թե դժվար է, այլ անհնար է գտնել երկրորդ մեկին, ով ունի նման հեղինակություն, նման հարգանք հասարակության մեջ, բայց նա այդ հեղինակությունը ոչ թե ինչ-որ մեկը նրան շնորհել է, նա ձեռք է բերել տարիների ընթացքում, ասենք պատահական չի, չէ, բոլորն էլ քաղաքական դաշտում ինչ առավել եւս երկար ժամանակ ծավալած գործիչներ կան, որոնց չի հաջողվել ունենալ այդ հարգանքը, սերը, հեղինակությունը, եւ եթե մարդը կարողացել է դա ձեռք բերել, դա պայմանավորված է իր անձնական հատկանիշներով, որը Սամվել Կարապետյանի պարագային բացառիկ են, այսինքն մենք կարծում ենք, որ պետք է մեր ժողովրդի զավակներին արդարացի եւ ճիշտ գնահատենք, էլ անկախ դրանից նրանք քաղաքականությամբ են զբաղվում, թե չէ։ Օրինակ Քրքորյանը դա սովորական մարդ չէր։ Նա էլ էր մեր հայրենակիցը, մենք նրանով հպարտ, բայց չի կարա սովորական մարդը բարդ պայմաններում, բիզնեսի հետ պայմաններում մրցակցության մեջ միլիարդատեր դառնա։ Դա նշանակում է, որ այդ մարդիկ բնատուր տաղանդ ունեն, բացառիկ ունակություններ ունեն, որոնք շատ շատերը միլիոնավոր մարդիկ չունեն։
Եվ այդ մարդկանց ունակությունները դրանք միայն բիզնեսին չեն վերաբերում, այսինքն եթե մարդը կարողանում արդյունավետ որոշումներ կայացնել, ինքը ցանկացած իրավիճակում կարող է այդ որոշումները կայացնել։ Առավել եւս Սամվել Կարապետյանի պարագայում, որի հաջողությունները եղել են ճգնաժամային իրավիճակներում, այսինքն նա լավագույն ճգնաժամեր կառավարող գործիչ է։ Եվ այս պահին նրա հիմնական ծրագրային մոտեցումները վերաբերում են մեր հասարակության մեջ փոփոխություններ կատարելուն, այսինքն սա ոչ թե քաղաքական կուսակցությունների, ասենք լիբերալիզմի կամ պահպանողականության կամ տարբեր թևերի այդ քաղաքական մրցակցությունն է, դա այդ ձեր ասածը վերաբերում է այն հանգիստ քաղաքական process-ներին, այն երկրներին, որոնք որ գոյաբանական խնդիրներ չունեն, որոնք որ ունեն սովորական կայուն զարգացման տեմպեր եւ իրանց խնդիրն է որոշել թե գաղափարական որ ուղղությունը իշխի տվյալ ժամանակաշրջանում։ Մեր առջև ծառայած մարտահրավերները դրանք գոյաբանական բնույթի են։ Իսկ Սամվել Կարապետյանը մարդն է, որը որ առաջարկում է փոփոխություններ, որով նախ կկասեցվի այն աղետալի ընթացքը, որի առջև մենք մինչև հիմա կանգնել ենք եւ շարունակվում է, եւ մեր երկիրը կբերի զարգացման նոր մակարդակի։ Մենք ամեն 5 շաբթի նրանից լսում ենք մի նոր հեղափոխական բնույթի առաջարկներ, ասենք նախորդ շաբաթ $1 միլիարդ ներդրումային ծրագրերի մասին էր խոսվում զբոսաշրջության ոլորտում, որը մեր ամբողջ զբոսաշրջային ինդուստրիան բերել է որակապես նոր մակարդակի։ Այսօր հայտարարվեց դեմոգրաֆիական խնդիրները լուծելու եւ ընտանիքների ամրապնդման, ընտանիքների զարգացման ծրագիր, ըստ որի յուրաքանչյուր 4-րդ երեխայի համար պետությունը կհատկացնի 2 միլիոն դրամի, իսկ 5-րդ երեխայի համար արդեն բնակարան կհատկացնեն այդ ընտանիքներին, այսինքն ընդ որում դրանք ոչ թե պետական բյուջեի միջոցներով նախատեսվող ծրագրեր են, այլ հատուկ հիմնադրամների, որտեղ պետության մասնակցությունը կլինի սիմվոլիկ, իսկ հիմնական միջոցները կիրականացվեն Հայաստանում եւ արտերկրում հաջողության բիզնես վարող մեր գործարարների նրանց ներդրումների, այսինքն հասարակության մեջ համերաշխության, աղքատությունը հարուստների ջանքերով հաղթահարելու, չէ, նույն այդ ածայրահեղ աղքատությունը վերացնելու ծրագիր։ Սրանք ֆանտաստիկ ծրագրեր են, որոնք միայն ինքը կարանի, այսինքն եթե նույն խոստումը տա, ենթադրենք ես էլ առանձին մասնակցեի ընտրությունների եւ նույն խոստումները ես տայի, միայն ես որպես քաղաքական գործիչ, պարզա որ դրա նկատմամբ վստահություն չէ լինի, չէ, մարդիկ հարցնելու են, ասել են քեզ որտեղից այդ միջոցները կապերը, որ դու այդպես խոստումներ ես տալի։ Սամվել Կարապետյանի պարագայում դրանց հարցեր չի առաջանում։ Այսինքն այդ ծրագրերը ոչ միայն մեր կյանքն են բարեփոխելու, այլև խիստ իրատեսական է եւ մենք դրանց արդյունքները տեսնելու ենք շատ կարճ ժամանակահատվածում։ Դրա համար իր մուտքը քաղաքականություն փոխել է վիճակը։ Օրինակ ես հիմա տնետուն այցելություններ եմ ունենում, մարդկանց հետ եմ շփվում քարոզարշավի ընթացքում եւ նկատում ենք ոչ միայն մինչեւ հիմա անտարբերություն ցուցաբերած մարդկանց ակտիվ ողջավորված ներգրավվածություն process-ների, այլ անգամ Նիկոլ Փաշինյանի աջակիցների, որովհետև ժամանակին դեռ 18 թվից մարդիկ Նիկոլ Փաշինյանին չէին աջակցում, ոչ թե նրա գեղեցիկ տեսներ դուրներ եկե կամ կրթությունը կամ նախկինում դատվածության հանգամանքը, այլ որ նրա հետ կապված հույսեր էին կապում մարդիկ, չէ, ասում են ինքը կգա արդարություն կհաստատի, այդ ապօրինի հարստացածների դեմ կպայքարի, չգիտեմ, ժողովրդավարություն կա, ու տեսան չի կարողանում դա, իսկ այդ մարդկանց նպատակները շարունակում են նույն ձևի մնալ ազնիվ։ Ժամանակին մտածել են, որ դա կիրականացնեն Նիկոլ Փաշինյանի միջոցով, հիմա անցել է 8 տարի, պաշտոնավարման 2 ժամկետ։ Ու տեսնում եմ, որ չես մարդ ուղղակի չի կարողանում 100 տարի էլ ղեկավարի չի կարողանում, ունակությունները, չէ, հիմա ես գնամ ծառաձողը 260 կիլո չեմ կարող բարձրացնեմ, ուզում եմ 80 տարի մարզվեմ, ուզում եմ 2 տարի, դա իմ ուժերից վեր է, հիմա Նիկոլ Փաշինյանի ուժերից վեր է այս երկիրը կառավարել, բայց մարդիկ այդ ցանկությունները ունեն, ուզում են տեսնել դա։ Որ շփվում է քաղաքացիների հետ, ինչ եզրահանգումներ եք գալիս։ Ես շատ լավ տպավորություններ ունեմ եւ նույնիսկ որոշակի իմաստով նաեւ ասենք զարմացած եմ, ասում լավ, իսկապես այնպես ոնց որ մեր հաջողություններին չհավատամ, որովհետև այդ աստիճանի լավ տրամադրություն շատ ու դա համատարած է, այսինքն նույնիսկ այն տեղերը, որտեղ որ օրինակ ես Արարատի մարզում խնդրեցի իմ գործընկերներին քարոզարշավի գնանք այն համայնքը, որտեղ որ Նիկոլ Փաշինյանը 21 թվին ստացել ամենամեծ թվով ձայներ։ Ասենք նայում եմ գյուղի ցուցանիշները 21 թվին Փաշինյանին 80% կողմ են քվեարկե։ Գնում են տուն դուրը բացում եք մարդիկ լրիվ հակառակ տրամադրություն, ասում ես կարող է սխալ ենք եկե։ Ասենք
Բայց հետո որ ամփոփում ենք այդ մարդկանց հետ նաև մենք խոսում ենք, իրանք մեզ բացատրում են թե ինչի է իրանք դիրքորոշում։ Իրանք ասում են, այո, մենք նախորդ ընտրություններին ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին, բայց ხო չենք ընտրել, որ ինքը Արցախը հանձնի, ինքը մեզ ուրիշ խոստումներ էր տվել։ Ինքը մեր այլ խոստումներ էր տվել, ինքը ասաց կգամ, չգիտեմ ես ինչին, ովքեր որ հանցագործություն են արել, դրանց կբռնենք, կդատենք, կպատժենք, մանդատ ուներ, չգիտեմ, մետաղականներ, չագուչուներ, եսիմ ինչու, ոչ կարացել է հանցագործություն կատարած մարդկանց պատժի, ոչ կարացել է ապօրինի հարստացած ինչ-որ միջոցներ վերադարձի, որ մենակ եկել Արցախը, նստում է Ադրբեջանի նախագահին հանձնարարություն տալիս է, նա անում է, մարդիկ ասում են Ադրբեջանի հանձնարարություն կատարողը դա Ադրբեջանը մնի վարչապետ։ Մեր երկրի վարչապետը պետք է լինի մեր ժողովրդի ցանկությունները կատարողը, իսկ այդ ցանկություն կատարող այսօր մարդիկ իրապես տեսնում են Սամվել Կարապետյանին, օրինակ շատ քաղաքական գործիչներից մարդիկ օրինակ հիասթափված են, մարդկա ասում է այսքան ժամանակ ով ընտրվել է, մեզ խաբել է իր խոստումներին, բայց մենակ Նիկոլ Փաշինյանը չի, որ տենց է եղել։ Մինչև ով է եղել է, ասում եմ շատ լավ, փաստորեն դուք իրանք էլ են ասում, մենք հիմա ընտրում ենք Սամվել Կարապետյանին, որովհետև ինքը մեզ ոչ մի անգամ չի խաբել։ Հակառակը չլինելով որևէ պաշտոնյա, չունենալով որևէ շահ, որևէ ակնկալիք, հսկայական միլիոնավոր դոլարների բարեգործական ծրագրեր արել, ամեն նայում ես ում ասես օգնել է, բանակից սկսած մինչև ուսանողների եկեղեցուն, չգիտեմ, ու մենք ունենք, չէ՞, ասենք բարերարներ, որոնք միայն սոցիալական բարեգործություն են։ Նա նաև աշխատատեղեր է ստեղծում, նա նաև տնտեսության մեջ է ներդրումներ անում, գործարաններ է ստեղծում, առևտրի կենտրոններ է ստեղծում։ Այսինքն նես չի, որ միայն ինքը ուրիշտեղ հարստանում եւ բարեգործ դա էլ է անում, դրա հետ միասին նաեւ աշխատատեղեր է ստեղծում, պայմաններ է ստեղծում մարդկանց համար եւ մարդիկ դա տեսնում են ու հավատում են դրան։ Ես էլ եմ հավատացել, մյուսներն էլ են հավատում։ Պարոն Ղազարյան, բայց Սամվել Կարապետյանը միանգամից չի կարող, չէ՞, վարչապետ նշանակվել, այսինքն ձեզ պետք է միջանկյալ վարչապետ նշանակել։ Ում եք պատկերացնում, ով պետք է լինի այդ վարչապետը։ Նայեք, մեր ընտրական օրենսգիրքը այդ հարցերը կարգավորում է, պատկերացնելով չի։ Այսինքն ընտրական օրենսգրքի իրավունքի ուժով յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի առաջի համարի տեխնացուն համարվում է վարչապետի տեխնացու։ Բայց մենք ազնիվ ենք մեր ժողովրդի հետ, այսինքն մենք հիմիկվանից պարզ ասում ենք, որ ուժեղ Հայաստանին ընտրելուց ոչ թե վարչապետը դառնալու հիմիկվա մեր առաջի համարի տեխնացու Նարեկ Կարապետյանը, այլ կարճ ժամանակ հետո կիրականացվի սահմանադրության մեջ փոփոխություն, ընդ որում այդ փոփոխությունը հանրակրվե չի նախատեսում։ Մենք սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք կարող են փոխվել ազգային ժողովի կողմից։ Այսինքն ավելի կարճ ժամանակահատվածում առավել հեշտ իրավական գործընթացներով։ Եվ եթե ժողովրդի վստահությունը մեր քաղաքական ուժը ստանա, մենք էլ կկատարենք ժողովրդի կամքը շատ կարճ ժամանակահատվածում, այսինքն ազգային ժողովը, որ հիմա կձևավորվի, կարճ ժամանակահատվածում կկատարի անհրաժեշտ փոփոխությունները, որից հետո Սամվել Կարապետյանը կդառնա վարչապետ։ Այսինքն այնպես ինչպես մենք հիմա խոստանում ենք մեր ժողովրդին, այսինքն այստեղ շատ ազնիվ ենք մենք։ Պարոն Ղազարյան, դուք իրավաբան եք, ճիշտ համարում եք մեկ մարդու համար սահմանադրություն փոխելը։ Դա մեկ մարդու համար չի, այդ փոփոխության շահառուն դառնալու են հարյուրավոր մարդիկ։ Իդեպ ասեմ ձեզ, որ սահմանադրության այդ դրույթը, որ միայն Հայաստանի քաղաքացի վերջին 4 տարում Հայաստան 15 թվականի սահմանադրական փոփոխություններով է մտել։ Այսինքն մինչև 15 թվականի սահմանադրություններում նման սահմանափակում չի եղել։ Եվ ես կարծում եմ, որ այդ սահմանափակումը 15 թվին դնելը սխալ է այն երկրի համար, որ ունի հսկայական սփյուռք։ Ասենք Սամվել Կարապետյանը միակ մարդը չի, չէ՞, որ Հայաստանի քաղաքացի է, նաև այլ պետության քաղաքացի։ Նա այլ պետությունների քաղաքացիություն ստացել է ոչ թե Հայաստանի քաղաքացիությունը հրաժարվելով, մեր երկրից ձեռք քաշելով, հույսահատվելով հեռանալով, այլ օբյեկտիվորեն։ Ասենք Հունաստանում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ եւ իրան պետք է եղել ԵՄ պետության քաղաքացիություն ստացել է այդ քաղաքացիությունը։ Ռուսաստանում մեծ գործեր արել, իրան անհրաժեշտ է եղել այդ քաղաքացիությունը իր կացության, գործունեության ծավալման համար։ Տեսեք, օրինակ մենք նույն խնդիրը ունենք 24 թվականին Բագրատ Սրբազանի հետ կապված, չէ՞։ Բագրատ Սրբազանն էլ Հայաստանի քաղաքացիության հետ միասին ուներ Կանադայի քաղաքացիություն եւ չէր կարող լինել իմպիչմենտում, ենթադրենք վարչապետի տեխնան։ Բայց Բագրատ Սրբազանը խո Կանադա հպատակ չի, նա եղել է թեմի առաջնորդ, որպեսզի Կանադայում կարողանա ապրել եւ ծառայել մեր եկեղեցու մեր ժողովրդին, պիտի ունենար իրավական կարգավիճակ եւ այդ քաղաքացիությունը այդ իրավական կարգավիճակն է եղել։ Նա չի ենթարկվել Կանադայի կառավարությանը, իշխանություններին, ֆինանսական կախվածություն չի ունեցել։ Եվ եթե մենք հիմա ունենք մեծ սփյուռք եւ ունենք մեր ժողովրդի բազմասիկ, մենք տեսեք քանի երիտասարդներ ունենք հիմա, որ արտերկրի համալսարաններում սովորում են։
Հիմա այնտեղ երկար մնալու, ասենք կարող է սովորել, ավարտել, այնտեղ աշխատում է, չէ՞։ Հիմա եթե այդ երիտասարդը գա Հայաստանի կառավարությունում, ասենք վարչապետ չի, նախարարի պաշտոն զբաղեցնի կամ падգամավոր ընտրվի, ինչի ենք մենք սահմանափակում նրա այդ հնարավորությունը։ Բա մենք այդպես մեծ ժողովուրդ ենք, աշխարհասփյուր ժողովուրդ ենք, մեր ժողովրդի կարողությունները լիարժեք օգտագործելու համար այդ ավելորդ սահմանափակումը պետք է այդ սահմանափակումը իդեպ ասեմ դրված է դրա համար, որ ենթակայություն չունենա, այսինքն կախվածություն չունենա պաշտոնյան օտար երկրից։ Իսկ ասենք Սամվել Կարապետյանը ոչ Ռուսաստանում, ոչ Հունաստանում, ոչ Միացյալ Արաբական Էմիրությունը չէ, ինքը ասենք մենակ բիզնեսով է զբաղվում, ինքը այնտեղ քաղաքական հավակնություններ չի ունեցել, այնտեղ падգամավոր չի եղել, չգիտեմ, քաղաքապետ չի եղել։ Մենք հակառակ ունենք հիմիկվա կառավարություն, օրինակ ասենք Զարե Սինանյանը, որը հիմա Սփյուռքի գործերի հանձնակատար է, եղել է Գլենդելի քաղաքապետ։ Այսինքն ինքը հերիք չի, որ ունի օտար երկրի քաղաքացիություն, նաև այնտեղի իշխանության ներկայացուցիչ է եղել։ Ու հիմա մեր իշխանության մեջ պաշտոն է զբաղեցնում։ Այ օրինակ այդ կարգի կախվածությունները դրանք խոցելի են դարձնում մարդուն։ Բայց եթե մարդը միայն բիզնեսով է զբաղվում, ինքը քաղաքական կյանքին չի մասնակցել որևէ երկրի, կախվածություն չունի, կաշկանդվածություն չունի, ասենք բիզնես ունի։ Հիմա Հայաստանում էր օտար երկրա ներդրումներ կան, չէ՞, ասենք Pernod Ricard գրուպը Երևանի Արարատ կոնյակի գործանի սեփականատերն է։ Չի նշանակում, որ Pernod Ricard-ի սեփականատերը Հայաստանի իշխանություններից կախվածության մեջ են։ Կամ Coca-Cola Hellenic Bottling Company Armenia, հունական ընկերություն, որը ամերիկյան բրենդ է Հայաստանում, բիզնես է անում։ Ոչ ամերիկացիներն են Հայաստանի կառավարությունից կախվածության մեջ, որ ստե Coca-Cola-ը արտադրվում, ոչ էլ հունական ընկերության սեփականատեր, մարդիկ բիզնեսով են զբաղվում։ Պարոն Ղազարյան, այդ դեպքում ինչու երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ էր հանդիպել, Պուտինը առանձնահատուկ վերաբերմունք հայտնեց, հա, Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Միայն այն պատճառով, որ Սամվել Կարապետյանը ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն։ Այսինքն իսկ Ռուսաստանի նախագահ եւ պետությունը բնականաբար աջակցություն չէր Սամվել Կարապետյանը։ Չեմ կարծում, որ դա իսկ ինչով աջակցություն։ Վլադիմիր Պուտինը Հայաստանում սկինտրելու իրավունք ունի։ Ի վերջո պիտի Հայաստանի քաղաքացիները ընտրեն, չէ՞։ Նա ընդհանրեն ասում է կլինի, որ ձեր երկրում, եթե դուք ձեր ժողովրդավարական երկիր եք հռչակում, ազատ մրցակցային պայմաններ ստեղծեք բոլոր մարդկանց համար, այդ թվում այն մարդկանց համար, ովքեր ունեն նաև այլ պետությունների քաղաքացիություն։ Տվյալ դեպքում խոսքը չէ վերաբերում, որ Սամվել Կարապետյանը դառնա падգամավորի տեխնացու, որովհետև այո, այսինքն նրա առաջարկը չէր վերաբերում սահմանադրությունը խախտելուն։ Բայց Սամվել Կարապետյանը հիմա մեր երկրի օրենսդրության համաձայն կուսակցության նախագահ է։ Մի կուսակցության, որը մասնակցում է ընտրությունների, ու պարտադիր չի կուսակցության նախագահի падգամավորի տեխնացու։ Լեհաստանում, ասենք օրինակ Յարոսլավ Կաչինսկին կուսակցության նախագահ էր, բայց նա վարչապետի տեխնացու չէր։ Կուսակցության նախագահը ուրիշ էր, վարչապետն ուրիշ էր, նախարարներն ուրիշ էին։ Դա կարա տենց լինի։ Հիմա կուսակցության նախագահը օրինական իր կուսակցությունը դաշինք է կազմում, մասնակցում է ընտրություններին, բայց կուսակցության նախագահ քարոզարշավի չի կարող գնա։ Որովհետև հանիրավի գտնվում է տնային կալանքի մեջ։ Ինքը սաղորը, պերանիկ, չգիտեմ, պերչենները վերցած փողոցներով մանագալի, բայց զրկել է հիմնական մրցակցին քաղաքացիների հետ շփվելու են մարդը ստիպված իր տանն է ընդունելություններ կազմակերպել, բայց ասեք տանը խո ամբողջ երկրի չի կարա հանդիպի։ Հիմա մենք այսօր Շենգավիթ վարչական շրջանում հանդիպում ունեինք։ Դուք պատկերացնում եք, չէ՞, այլ բանա որ այդ հանդիպանը գնում է Նարեկ Կարապետյանը, ես եւ Ղազինյանը, այլ բանա որ գնում է Սամվել Կարապետյանը, չէ՞, նույնը չի։ Բան չենք զրկել մենք այդ մարդուն իր քաղաքացիների հետ շփվելու հնարավորությունից։ Այդ խոսքը վերաբերում էր հավասար պայմաններ ստեղծելուն։ Իսկ թե ով կընտրվի Հայաստանում, որ քաղաքական ուժը քաղաքտի, դա մեր ժողովուրդն է որոշում, դա ոչ մի երկրի նախագահ չի կարող որոշի։ Պարոն Ղազարյան, այնուամենայնիվ, եթե մեծամասնություն չվերցնեք եւ ստիպված լինեք ընդդիմադիրների հետ հա պայմանավորվել, հնարավոր է ձեր վարչապետի տեխնացուն ընտրեք, պարոն Քոչարյանին։ Գիտեք, ձեր հարցը ընտրական օրենսգրքի հետ հակասություն ունի, որովհետև ընտրական օրենսգրքով վարչապետին ոչ թե ընտրում ազգային ժողովը ընտրություններից հետո, այլ վարչապետի հարցը որոշում է ընտրությունների արդյունքներով քաղաքական ուժերի միջև։ Մեր ընտրական օրենսգիրքը սահմանում է հետևյալը. 52% ավել հավաքած քաղաքական ուժը միաձնյա ձևավորում կառավարություն, եթե որևէ ուժ չի 52%-ը, ամենաշատ ձայներ հավաքած ուժի շուրջ պետք է ձևավորվի կոալիցիա, մինչև մանդատների բաշխում։ Եթե դա չի ձևավորվում, ուրեմն
փոքր ուժերն են միմյանց մեջ կոալիցիա ձևավորում, բնականաբար առանցքում ունենալով ամենաշատ ձայն հավաքած փոքր ուժերի մեջ քաղաքական ուժը։ Այսինքն դա ինքնաբերաբար ալու։ Հիմա եթե ուժեղ Հայաստանը 52% քվե չի հավաքում, ապա մյուս քաղաքական ուժերը պետքա գան ուժեղ Հայաստանի հետ կոալիցիա ձևավորեն։ Եթե կոալիցիա չձևավորվի, երկրորդ փուլի ընտրություն կլինի։ Ու ակամայից հենց այդ ուժի ներկայացուցիչը դառնա վարչապետի տեխնացու։ Օրինակ շատերն ասում են, չէ, Գյումրի 2 Գյումրի, դա սխալ համեմատություն է իրավական տեսանկյունից, որովհետև տեղական մակարդակում այլ մոտեցումներ են։ Տեղական մակարդակում ընտրվում է համայնքի ավականի, որը իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար։ Այս դեպքում վարչապետը ընտրվում է քաղաքական ընտրության արդյունքում։ Ազգային ժողով վարչապետին ընտրում է միայն այն դեպքում, եթե վարչապետը հրաժարական է տվել, պետք է ընտրվի նոր վարչապետ։ Իսկ ընտրություններից հետո, եթե ասենք ես ընտրվա ազգային ժողովի падգամավոր, ես չեմ որոշում ով էլի հաջորդ վարչապետը։ Քաղաքական պայմանավորվածություններն են հանգեցնում դրան։ Հետևաբար մեր հիմիկվա դասավորության պայմաններում քաղաքական բոլոր զարգացումների պարագայում Հայաստանի վարչապետը դառնալու է Սամվել Կարապետյանը։ Այսինքն բացառում եք, որ կարող է Քոչարյանը Օրենսդրությունն է բացառում, ոչ թե ես։ Պարոն Ղազարյան, Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իշխանության գալու դեպքում չի հրաժարվի Հայաստանի Հանրապետության ստորագրված փաստաթղթերից, բայց դա չի նշանակում, որ կստորագրվի այն, ինչ գրված է։ Դուք իրավաբան եք, արդյոք սա չի նշանակում հրաժարվել ստանձնած փաստաթղթերից ստորագրված։ Նայեք, մեր երկրում օրենսդրությունը միջազգային պայմանագրերի մասին շատ հստակ կարգավորումներ ունի։ Կան միջազգային պայմանագրեր, որոնք վավերացված են, այսինքն սահմանադրական դատանում քննության են անցել եւ խորհրդարանի կողմից վավերացվել են։ Այդ միջազգային պայմանագրերը դրանք պետության ստանձնած պարտավորություններ են, իշխանության փոփոխությունը այդ պայմանագրերի վրա չի ազդում, եթե պետությունը միակողմանիորեն դրանցից դուրս չի գալիս, որովհետեւ իրավունք ունի նաեւ դուրս գալու։ Իսկ բոլոր այն պայմանագրերը միջազգային, որոնք վավերացված չեն, դրանք ըստ էության որևէ պարտավորություն պետությունների առջև չեն հանգեցնում։ Ասենք օրինակ TRIP-ը, չէ՞։ TRIP-ի համաձայնագիրը վավերացված չի ոչ Միացյալ Նահանգների կողմից, ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի։ Այսինքն 3 պաշտոնյաների միջև ձեռք բերված պայմանավորվածություն է։ Եվ եթե այդ պաշտոնյաներից որևէ մեկը չկա, ուրեմն այդ պայմանավորվածությունը պարտավորություն չի առաջացնում նրա իրավահաջորդի մոտ։ Հիմա խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, եթե իշխանության գաք վերաբանակցելու եք, թե ետ եք կանչում։ Նախ ասեմ ձեզ, խաղաղության պայմանագիրը այդ ասածը դա վերացական հասկացություն է, որովհետև դա խաղաղություն չի նախատեսում, եւ միջազգային պայմանագրերի մասին օրենքով էլ նախաստորագրված պայմանագրերը դրանք իրավաբանական որևէ ուժ չունեն։ Հետևաբար դրա հետագա քննարկման ստորագրման ճակատագրի հարցը պետքա թողնել իրեն անորոշ կարգավիճակում ինչ որ կա։ Էլ չասեմ, որ եթե որևէ պայմանագիր մեկի հետ ստորագրում ես, մյուս կողմն էլ պիտի ստորագրի դա, չէ։ Հիմա այդ պայմանագրի մյուս կողմը Ադրբեջանն է, որը արդեն իսկ հայտարարել է, որ այդ պայմանագիրը ինքը չի ստորագրի, քանի Հայաստանում սահմանադրությունը չի փոխվել եւ անկախության հռչակագրից Հայաստանը չի հրաժարվել։ Այսինքն քանի դեռ դա տեղի չի ունեցել, միևնույն Ադրբեջանը չի ստորագրել։ Հիմա հայկական կողմից 200 հոգի որ այդ պայմանագիրը ստորագրեն, այդ պայմանագիրը մնալու է չստորագրված պայմանագիր։ Իսկ Ադրբեջանի պահանջը Հայաստանի սահմանադրություն փոխելու դա ապօրինի պահանջ աշխարհում տես բան չի կարող լինի, որ որևէ երկիր միջամտի մեկ այլ երկրի ներքին գործերին, ընդ որում այնպիսի որոշումների կայացման, որը կայացնում է ողջ ժողովուրդը։ Սա մաքուր օկուպացիայի նշան է, որ օտար երկրի ղեկավարը համարձակություն է ունենում ասելու, թե իր հարևան երկիրը իր օրենքները ոնց պիտի փոխի։ Դուք լսել եք Ադրբեջանի նախագահն ասի Վրաստանում այս օրենքը պիտի փոխվի։ Կյանքում չի կարողանա նման բան։ Վրաստանի իշխանությունը երբեք թույլ չեն տա, որ նրա սեփական համարձակությունը չի բավարարի դա անել։ Եթե Հայաստանի պարագայում նա համարձակում է նման բան ասել, նշանակում է Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ինքնիշխանությունը հանձնել է Իլհամ Ալիևին։ Հակառակ պարագայում նրա մտքով չէր կարող այդպես բան ասել։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցնում, չէ՞ որ ասի Ադրբեջանում պիտի սահմանադրություն, ասում է որ Ադրբեջանի հիմիկվա սահմանադրությամբ Հայաստանի տարածքի 60-70%-ը պատկանում է Ադրբեջանի, Նիկոլ Փաշինյանն ասում։ Բայց մենք չենք ասում փոխեք ձեր սահմանադրությունը։ Բա որ դու չես ասում։ Ոնց ես թույլ տալի, որ նա
Ոչ միայն ասի, այլ հենց մի հատ դրասացնել անում ես։ Սա ինքնիշխանության իսպառ բացակայություն։ Հիմա եթե Ադրբեջանը նման պահանջներ ունի, ու չի ստորագրելու այդ բայ, էլ ինչի մասին ենք խոսում։ Հաշվեք, որ դա ընդհանրապես գոյություն չունի։ Տեսեք, այդ պայմանագրի մեջ ինչ է գրած, հավանաբար առիթ ունեցել եք ծանոթանալ 17 կետ։ Ասում է պայմանագիրը ստորագրելուց հետո տեղը բացած, այսքան օր հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ։ Դες բան չի լինում։ Հակառակն է լինում։ Պետությունները նախ միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, դեսպաններ են նշանակում, նոր անցնում են իրար հետ տարբեր տիպի պայմանագրեր կնքելու, այդ թվում սահմանազատման պայմանագրեր, այդ թվում տնտեսական համագործակցության պայմանագրեր։ Այսօր իրավական իմաստով միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը բացի դրանից, որ չունի Հայաստանի դիվանագիտական, նույնիսկ չի ճանաչում Հայաստանի որպես պետություն։ Բայց ինքը մեզ որպես պետություն չի ճանաչում, դիվանագիտական հարաբերություններ չունի։ Ինչ պայմանագրի մասին է խոսքը։ Պետքա տրամաբանական զարգացում, այսինքն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի ինձ ոնց որ կարգավորում են աշխարհում բոլոր երկրների հարաբերություն։ Խո մենք միակ երկիրը չենք, որ իրար հետ կոնֆլիկտ ենք ունեցել։ Բոլոր կոնֆլիկտներն էլ ինչ-որ ժամանակ հետո լուծում են ստացել, բայց այդ լուծումները պիտի հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա, արդարության վրա։ Այսինքն Ադրբեջանը վերցնի մեր 150,000 էթնիկ հայերին իրենց հազարամյա բնակավայրերից 10 օրվա ընթացքում ցեղասպանության, բռնի տեղահանության ենթարկի, մենք էլ ասենք, հա, շատ լավ է։ Հələ մի հատ էլ քննարկենք, թե 300,000 ադրբեջանցիները գան թե չգան։ Սամվել Կարապետյանը 300,000 ադրբեջանցիների գալու հարց չի քննարկելու։ Ինքը քննարկելու է 300,000 նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը Հայաստանի քաղաքացիների համար, այդ թվում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, մինչև որ կլուծվի նրանց վերադարձի հարցը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Պարոն Ղազարյան, անդրադառնանք նաև հակակոռուպցիոնի կողմից հրապարակված ձայնագրություններին։ Ինչպես կմեկնաբանեք այդ ձայնագրությունները։ Անուշ բան, ասենք։ Այդ դեպքում որտեղից այդ ձայնագրությունները։ Ամենաճիշտ հարցը, որ մինչև հիմա ես լսել եմ, այսինքն նման ձայնագրություններ, երբ որ տարածվում են, բոլոր նորմալ մարդիկ պետք է ոչ թե սկսեն դրանց բովանդակությունը քննարկել, այլ հարցը թե ձայնագրությունը որտեղից։ Որովհետև մեր սահմանադրության 33-րդ հոդվածով արգելվում է մարդուն գաղտնալսել։ Մեզանից յուրաքանչյուրը ունի անձնական գաղտնիք ունենալու իրավունք։ Այսինքն իմ խոսակցությունները, իմ SMS-ները, իմ հաղորդագրությունները, իմ շփումները, իմ առողջության մասին թե անձնական տիրույթ գոյություն ունի, որը սահմանադրությամբ երաշխավորված է։ Եվ ես չպիտի կաշկանդված եմ, ասեմ, գիտես ինչ, ձեզ հետ բաց կապով չխոսեմ, որովհետև ինձ կարող է լսել։ Մենակ այն անհանգստությունը, որ մեր քաղաքացիներն ունեն, որ իրենց կարող է լսեն, այդ նշանակում է, որ մենք ապրում ենք բռնապետության մեջ, որովհետև ոչ մեկ մեզ չպիտի լսի, քանի չկա դատանի որոշում։ Այսինքն, եթե ձայնագրությունները ապօրինի են, միակ բանը, որ մեզ պետք է հետաքրի, դա այնա թե առանց դատանի որոշման ինչի են լսում ենք, որովհետև նշանակում է բոլորս ենք թիրախավորված։ Ոնց ենք ապրում ենք այս հասարակության մեջ։ Եթե դրանք օրինական գաղտնալսումներ են, այսինքն իրավապահ մարմինները օպերատիվ տեղեկություններ են ունեցել, դիմել են դատարան, ստացել են դատարանից թույլտվություն, նոր են գաղտնալսել, դեպքում երկրորդ հարցն է առաջանում։ Իսկ ինչի է ձեր բոլոր գաղտնալսումները վերաբերում միայն ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչներին։ Այս ընտրությունների մասնակցող առանցքային մյուս քաղաքական ուժը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Կլինի մի հատ դնեք լսենք, թե վարչապետն ինչ է խոսում իր ենթակաների հետ։ Օրինակ, ինչ շատ հետաքրքիր է վարչապետի եւ մարզպետների խոսակցությունները։ Թող մի հատ ձայնագրեն, դնեն YouTube լսենք, դրանք դրանց մեջ հանցանք կա թե չկա։ Այդքան մարզպետներ, որ իրենց հավաքների մարդիկ են բերում զորով, ասենք տենում ենք աշտարակում դպրոցի ուսուցիչը կանգնած, աշակերտները դրոշները պահե կանգնել, կազմակերպվել է, չէ՞ դա։ Նշանակում է, որ մեկը մեկին հանձնարարել, ասել են դրոշները ստիսկ կվետ երեխեք դրոշներից չեն բերե։ Մեկը դա կազմակերպել է, չէ՞, նշանակում է հեռախոսով խոսել է, չէ՞, կլինի այդ խոսակցությունները դնենք, տեսնենք այդ հավաքին մարդկանց մասնակից դարձնելը օրինական ա եղել, թե հարկադրաբար ա եղել, վարչական ռեսուրսով ա եղել։ Այսինքն դուք մտածում եք, որ դա սարքած է ձայնագրությունները։ Նախ ես կարծում եմ, որ կարա դրա մի մասը կեղծ լինի, կարծում եմ, որ մի մասը ապօրինի կարա ձեռք բերած լինի։ Բացի այդ բովանդակությունը, ասենք, շալվար, ես հենց գնացել եմ Արտաշատ խանութում, որ խանութում մտել եմ, ասեմ, շալվար ձրի է, չէ, փողով է, գիները հարցում գներն է գնա։ Բայց մեն Արտաշատ շալվար ձրի է բաժանում, բացի
Ծաղրի առարկա էլ ասեք, ինչ է նշանակում շալվար տաս մարդունը, ինչ շալվարով, ասեք ես լսել էի, որ մեր հիմիկվա պատգամավորներից մարդը էլ է, որ բանակում ծառայելու ընթացքում ահագին հագուստի խնդիրներ ունեցեն, Վահագն Ալեքսանյան բան։ Բայց ասենք որ մարդը շալվար չունենա, դա առաջին անգամ եմ լսում։ Դա ինչ ասելու բան, ասենք իրանք ծաղրի առարկա են դարձնում, դրա բովանդակությունը որ լսեք։ Օրինակ վերջին հրապարակված ձայնագրությունում հայտնում էին, որ Սամվել Կարապետյանը 180,000 դրամ փող է տալիս։ Ով է ասում, ինչի է ասում, Սամվել Կարապետյանը, որ Սամվել Կարապետյանի մա կալանքի տակ տունես։ Ասում եմ դա կարա, չեք մտածում, որ դա ենթադրենք երկու կողմի խոսացողները իշխանության ներկայացուցիչներ են։ Խոսում են Սամվել Կարապետյանի մասին ենթադրենք։ Բայց անուններ են, չէ՞։ Հանցանքը պիտի ապացուցվի, չէ՞։ Յուրաքանչյուր մարդ ունի նաև ձերբակալվածներ կան շատ։ Բայց ով է ձերբակալողը։ Ձերբակալությունը իրականացնում է քննչական կոմիտեն, չէ՞։ Այն քննչական կոմիտեն, որի ղեկավարի Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով ազատում է, WhatsApp-ով նշանակում է։ Այն քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն, որի ղեկավարը հետո կառավարության նիստի։ Նիկոլ Փաշինյանը մտնում է դալիճ, ինքը ոտքի է կանգնում։ Փաշինյանը քաղաքական գործիչ է, կարող է հավեսը տալ չոքի նամազանի, նա ինչ պիտի անի։ Բայց ինչ գործ ունի նա կառավարության նիստի, եթե անկախ իրավապահ մարմնի ղեկավարը, նա ընդհանրապես եթե նա քաղաքական գիծ է սպասարկում ու թիրախավորումն է թվում միայն ուժեղ Հայաստանի, որ իշխանության ամենամեծ հավակնորդն է, բարձր ոչ թե քաղաքական բան, ասես իրավական բան առասարակ գոյություն չունի։ Դրանց բովանդակությունը նորից եմ ասում, առասարակ քննարկման ենթակա չէ, չեմ ասում որ կարա կեղծ լինի։ Ես օրինակ քրեական գործով տուժող եմ եղել, որից ծեծել էին։ Խնդրում եմ քննիչին, ասում եմ գողերին, այդ ծեծողներին չեք կարող գտնել։ Կլինի այդ տեսանյութը հրապարակեք, կարող է մարդը տենում է ճանաչում, ասում չէ նախաքննական գաղտնիք է։ Բայց եթե ձայնագրությունը, տեսանյութը նախաքննական գաղտնիք են, այս ձեր դեպքում ո՞նց է որ ժամը 10-ին մտնում եք Արտաշատի գրասենյակ, ժամ 12-ին այդ գաղտնիք հանդիսացող տեղեկությունը հրապարակում եք։ Բայց կարած տեղեկություն ունենաս գաղտնի պայես, չէ՞, օրինակ ես ուզում եմ իմանամ, այդ հրապարակելու իմաստը ո՞րն է, եթե քարոզչական չի, եթե վարկաբեկելը չի, ակնհայտ է որ քարոզչականը վարկաբեկելու իմաստ ունեն, այլ ոչ թե հանցագործություն բացահայտելու, այլ ոչ թե process տանելու։ Դրա համար դրանց պետք է մարդիկ արդեն սովորել են, գիտենք որ եթե լույսը սպասվա, մի հատ ձայնագրություն պիտի դնեն ինտերնետ, այսօր արդեն լսողը չկա, արդեն անհետաքրքիր է, էլի։ Պարոն Ղազարյան, ձեր կարծիքով ուժեղ Հայաստանի գլխավոր հակառակորդը քաղաքական իշխանությունն է, թե ընդդիմադիր մյուս ուժերը։ Չէ, իշխանությունն է ակնհայտորեն, բայց այդքան էլ այլևս ոնց որ գլխավոր չեն։ Գնալով դրանց գլուխը մշակվում է։ Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուժի մասին ինչ կասեք։ Տեսեք, բոլոր ուժերը հայտարարել են, չէ, իրենց վարչապետի տեխնացուին, ԲՀԿ-ն դեռ ասում է, որ 3-ից 4 տեխնացու ունեն եւ այդպես էլ չեն պատրաստվում հայտնել։ Դա օրենսդրության հետ իրանց բայց օրինակ ընտրողները համատեղելի չեն, ում ընտրի վարչապետ։ Մեր ընտրական օրենսգիրքը ասում է, որ յուրաքանչյուր կուսակցության եւ դաշինքի առաջի համարը համարվում է վարչապետի տեխնացու։ Այսինքն համարում եք, որ հենց Գագիկ Ես չեմ համարում, ընտրական օրենսգիրքը Գագիկ Ծառուկյանին հիմա իրավունքի ուժով համարում է վարչապետի տեխնացու ԲՀԿ համամասնական ցուցակում։ Այդ դեպքում ինչու է նա հայտարարում, որ չի ուզում վարչապետ։ Դες եթե մաս սկսեմ իր բոլոր հայտարարությունները մեկնաբանեմ, թե ինքը ինչա դասում։ Բայց պատրաստ եք նրանց հետ համագործակցել։ Մենք պատրաստ ենք համագործակցել հայ ժողովրդի հետ եւ հիմա համագործակցում ենք եւ սպասում ենք իրանց քվեին, որպեսզի միանձնյա ձևավորենք կառավարություն։ Իսկ ինչ արդյունքներ եք ակնկալում, որ ուժերը կանցնախորդ։ Ես կարծում եմ, որ այս պահին մենք հնարավորություն ունենք առաջի փուլով հաղթելու այս խորհրդանական ընտրություններում։ Շնորհակալ եմ շատ, պարոն Ղազարյան։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր հասարակական քաղաքական գործիչ Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի տեխնացու Էդգար Ղազարյանը։